Առաջին ընտրության հնարավորությունը երբ եղավ մարդկության պատմության մեջ։ Դրախտում, չէ։ Եվ Աստված հենց դրախտից սկսած սովորեցրեց մարդկանց ընտրության հնարավորությունն օգտագործել։ Դրախտի ծառը իրականում մի հրաշալի պատկեր է ողջ մարդկության առջև, որ իրենք տեսնեն, հասկանան, թե ինչպես պետք է իրենց ընտրության հնարավորությունն օգտագործել։ Մարդը եթե չունի ընտրության հնարավորություն, ուրեմն կենդանուց չի տարբերվում։ Մարդը ինքը որոշի, ինքն իր կամքը իրագործելու հնարավորություն պետք է ունենա։ Ինքը պետք է որոշի ինչ է անում։ Եվ Աստված այդպես էլ մարդու ազատությունը չկաշկանդելու համար, ինքնուրույնությունը ապահովելու համար թույլ տվեց, ասեց. Ադամ, տես, ուտես, կմեռնես, չուտես կապրես։ Բարձ հասարակ, ընտրիր, որոշիր։ Մենք այնքան բարդ ենք այս հարցին նայում։ Բարձ հասարակ, ուզում ես ընտրություն, դու ինքդ որոշիր, դու ընտրիր, կամովին, ուրախ, երջանիկ ապրիր։ Մի կերեսի, որ քո ընտրության հնարավորությունը մեկ եւ ընդմիշտ օգտագործես, ու այլևս ազատ լինես, հրեշտակների նման լինես, որտեղ հրեշտակներն էլ, բարի հրեշտակներն էլ իրենց ընտրության հնարավորությունը օգտագործեցին, ընտրեցին բարին ու մնացին բարի։ Չար հրեշտակները ընտրեցին չարը, մնացին չար։ Եվ Աստված Ադամին ուզում էր հենց այս նույն ճանապարհով տաներ, որտեղ Ադամից առաջ հրեշտակը անկում էր, չի ապրել չար հրեշտակը։ Ընտրել էր չարը, գնացել էր դժոխք։ Եվ Աստված Ադամին կարծես ուզում էր ասել, չար հրեշտակնի հետևից մի գնա, բարի հրեշտակների հետևից գնա, ընտրիր բարին, գնա երկինք։ Բարդ հասարակ, բարդ բան կա տեղ։ Առանց մարդու ընտրության հնարավորության Աստված մարդուն ոչ մի բան չի պարտադրում։ Թույլ է տալիս, որ մարդը ինքը ընտրի։ Աստված շատ մեծ գնահատական է տալիս մարդու ազատությանը։ Թույլ է տալիս, որ մարդը ինքը իր ազատությունը ընտրի, բայց ընտրելուց հետո ինքն է պատասխանատու։ Ինչպես Ադամը մեծ գին վճարեց իր ընտրության հնարավորության։ 930 տարի տանջվեց երկրի վրա, 6000 տարի էլ դժոխքում տանջվեց Ադամը։ Այդ մի ընտրության հնարավորության համար այդքան պատժվեց։ Բայց մենք ինչքան ենք այդպեսի սխալներ անում։ Բա պատկերացրեք, է։ Ուրեմն Աստված մեզ տվել է ընտրության հնարավորություն, որ մենք ընտրենք բարին, չարը մերժենք։ Եվ եթե մեր հոգու աչքը բաց լինի, Աստված ամենուրեք մեզ ցույց է տալիս բարին։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. մրջունից մինչև երկնքի թռչուն, մրջունից մինչև երկնքի թռչուն, պատկերացնում եք մրջունն ինչ է։ Երկնքի թռչունն ինչ է։ Պատմում են երկնքի արքայության մասին, այսինքն ամենուրեք բնության արարչության միջոցով Աստված մեզ բան է սովորեցնում, այսինքն բարին ընտրելու հնարավորությունն է տալիս, սովորեցնում է, առակած գիկն է հնչում, ով ծույլ, գնա մրջունի մեջ սովորի, պատկերացնում մարդը մրջուցին պետք է սովորի, չհամաթա, չէ, բայց ում ասում, ծույլին ասում, իսկ սովորումն իմաստունը, այո, սովորում էր մրջունից, սովորեցնում էր ծույլերին, ճիշտ այդպես էլ, եթե մենք մեր հոգու աչքը բաց է լինում, մենք նուրբ հոգի ենք լինում, ինչպես Սողոմոնի իմաստունը, ամեն ինչի մեջ տեսնում ենք այդ բարին ընտրելու հնարավորությունը, մերժում ենք չարը, բարին ենք ընտրում, բայց դրա համար պետք է իմաստություն, դրա համար պետք է նրբություն, սրբություն, բայց շատ անգամ այդպես չի լինում, մենք շատ կոպիտ ու բիրտ ենք ինքնես մեր հանդեպ, մեզ մարմինը ավելի է իշխում, քան հոգին, մեր միտքը այդքան նուրբ չի, ավետարանով չի լուսավորված, Սուրբ գրքով չի լուսավորված, կույր գնում ենք, չարն ենք ընտրում։
Որ չընտրեցիր, պիտի պատասխան տաս, չէ։ Ամեն մարդ իր արածների համար պատասխանում է։ Ասում ով ականջով չի լսում, թիկունքով կլսի, չէ։ Գրաբարյան այդպիսի է, ով լսիցե ունկամբ, լվիցե թիկամբ։ Այդպիսի բան կա, ասում ով ականջով չի լսում, թիկունքով կլսի։ Ով չի հասկանում, պատժվելով կհասկանում։ Հետո պատժվում ենք, էլի մեր ընտրության հնարավորության արդյունքը մենք կրում ենք։ Ընտրենք բարին, չպատժվենք։ Ադամի սխալը չկրկնենք։ Շատ պարզ գեղեցիկ է։ Ստեղ ինչու է մարդը մեղք գործում։ Ասում է ամեն մեղք գալիս է տգիտությունից։ Տգետ է մարդը, դրա համար է մեղք գործում։ Որովե մեկը մեղքը որպես մեղք չի գործում։ Բոլորն էլ սխալը գործում են որպես ճիշտ։ Չարը գործում են որպես բարի։ Եվան էլ ինչն է, ասեց, Աստվածներ կլինեք։ Ինչ գեղեցիկ է, ինչ հոտով է, ինչ համով է, ինչ կլինի ուտեմ։ Ադե ասելա մի կեր էլի։ Աստվածներ կլինեք։ Այդ խի Աստված չգիտեր, որ Աստվածներ չի կլինի։ Ուրեմն մենք այդ մտքի նրբություն ունենանք, այդ տգիտությունը հաղթահարենք, մեղք չենք գործի, մեծ մեղքեր չենք գործի, հետո էլ չենք տանջվի, ուրախ կլինենք, երջանիկ կլինենք, մեր ընտրության մեջ համու հոտ կգտնենք, ոչ թե կտանջվենք մեր ընտրության, մենք մեր ընտրության ձեռը կրակն ենք ընկնում, գիտես, Աստված մեզ ազատություն է տվել, բայց մեր ազատությունը մենք դարձնենք մեր համար փորձանք, իրականում ազատությունը չէ, բայց մեր համար դառնում է կախվածություն։ Անընդհատ չարն ենք ընտրում։ Բարին ընտրի, որ ազատությունդ կարողանաս պահել։